Էջմիածնի Վարդան Մամիկոնյան փողոցում են օրը ցերեկով այնքան տվել 22 տարեկան տղայի գլխին, որ մահացել է։ Քաղաքը խոսում էր, որ գոջու 3 տղաները կռվի մեջ են եղել ու իմ տղան եղել այդ կռվի զոհ։ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում գոջի մականունով հայտնի Արման Առաքելյանի որդիներից ամենափոքրը 22-ամյա Պարքևի մահվան օրը գնացել հանձնվել է։ Մյուս 2 որդիները հետախուզման մեջ են, փախել են քաղաքից։ Չնայած դատարկ է նրանց տունը, բայց Էջմիածնի այդ փողոց հիմա վախենում են մտնել տեղի տաքսիների վարորդները, մատնացույց անել գոջու տունը, որը մեկ այլ հանցագործության համար բանտում է։ Որդուս կյանքը խլած, այդ 3 ալանդա կանդաս տիրակ լակոտները պետքա կրեն իրենց պատիժը։ Ողբերգության օրը ապրիլի 23-ին Պարքևը մորը տուն տանելիս է եղել, երբ զանգել է ընկերը, թե կգաս, մորը տուն է իջեցրել որդին, դարպասները բաց թողել, խոստացել, որ 15 րոպե հետո տանն է լինելու։ Այդ 15 րոպեն դարձավ ճակատագրական։ Կես ժամ հետո զանգ ստացանք մեծ որդուցս, որ հասեք հիվանդանոց, ինչ որ կռիվ ա եղել, Պարքևը ծանր վիճակում է։ Այդային պատմել են, որ անձրևոտ այդ օրը որդու մեքենան ջրափոսն է ընկել։ Ջուրը լցվել է գոջու մեծ որդու մեքենայի մեջ, ու սպանության դրդապատճառը դա է եղել։ Զանգել է եղբայրներին, իրենք էստեղ Անդրանիկ թաղամասում խանութ ունեն, Շրուշակ Եղենի նոր բացված եւ խորովածանոց։ Զանգել է եղբայրներին, բայց ինչ մեքենան եկավ 7-րդ դպրոցի մոտ պուլպուլակ այդտեղ, գնացեք տեսեք ինչ է կանում։ Արդյոք 2 եղբայրներն են գնացել հարց լուծելու Պարքևի հետ, գուցե էլի մարդիկ են մասնակցել խմբակային ծեծկռտուքին։ Այդայի խոսքով որդու ընկերն է այս պատմության միակ վկան, որ դեպքի օրը ասել է, թե գոջու տղաներն են ծեծել Պարքևին, հետո լռել է։ Գուցե վախեցրել են, մտածում է որդեկորույս մայրը։ Առաջին օրը եղբայրներիս որդուս պատմել է իսկությունը։ Հաջորդ օրերին սկսել է արդեն լրիվ ուրիշ տեղեկություն, ոստիկանությունում ոչինչ չի խոսել, չի ճանաչում, չգիտի, այսինքն վախ, ահ եւ սարսափ են տարածում իրենց նմանները քաղաք Էջմիածնում։ Մոր պատմելով այնքան են ծեծել Պարքևին, որ երբ շտապօգնության մեքենան տեղ է հասել, գրանցել է 22 տարեկան տղայի կլինիկական մահը։ Հետո վերակենդանացման միջոցներ են գործի դրել։ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 13 օր կյանքի ու մահվան կռիվ է տվել որդին։ Բայց չփրկվեց։ Երևի չուզեց ապրես դառն կյանքում, չգիտեմ, այս դաժան իրականության մեջ։ Որքան է շարունակվելու անպատժելիությունն Էջմիածնում, հարցնում է մայրը։ Իրավապահներին չի վստահում։ Ասում է, որ Պարքևին սպանողներին իրենց քաղաքում մարդու գլուխ ուտողներ են անվանում, բայց նրանք ազատության մեջ են եղել, բիզնեսով զբաղվել։ Գոջու տղաների ահ ու սարսափն ամբողջ քաղաքին էջմիածնեցիներին լավ ծանոթ է։ Կամ բազմաթիվ ծեծված երիտասարդներ։ Բազմաթիվ ծեծված երիտասարդներ կա, երիտասարդ, որ ամիսներ առաջ ծեծի ենթարկելով էլի նույն գոջու որդիների մեղքով գլուխը պլաստմասի մեջ է։ Մեկ ուրիշի քիթն են կոտրել, որը երկիրը լքել է, մեկ ուրիշին դանակահարել են։ Իրենցից մեկն էլ է դանակահարված հիվանդանոցում պարկել ու պատկերացնում եք ոչ մի պատժված, ոչ մի պատիժ։ Իրենց նման լպիրշ, լկտի տղաները պիտի ապրեն մեր քաղաքում, մեր հարևանությամբ, մեր կողքին, ինչ են տվել այս հայրենիքին, ինչ։ Ես էլ եմ որդիներ ծնել, իր մայրն էլ է որդիներ ծնել, դրանք անհամեմատելի բաներ են։ Պարքևը բանակում ծառայելու համար է Ռուսաստանից Հայաստան եկել տարիներ առաջ, մասնակցել 2022-ի երրորդյա պատերազմին, Դաշնությունում էին ապրում, որդու համար են ծնողները տեղափոխվել։ Ուղղակի ցավը այնքան մեծ է, որ այդ օրերին հրաշքով փրկված, թուրքի գնդակից պրծած որդիս, հայրենասեր, հայրենիքին նվիրյալ եկավ հայտականքի ձեռքով այսօր հողը հանձնեցի իմ ձեռքերով որդուս։ Արդարություն է պահանջում 8 օր առաջ որդուն հողին հանձնած կինը։ Երդվում է, մինչև վերջ է գնալու, որ պատժվեն բոլոր մեղավորները։ Գաներ Մովսիսյան, Հայլուր։